Լավ եկաք, ներս եկեք։ Ինչ է պատահել, ալա քույրիկ։ Եկեք։ Նստեք։ Վախեցած ես երևում, բան չի եղել։ Կարող է Աբգարին բան ա եղել։ Չէ, ախպերի, Աբգարին ինչ պետք է։ Այ շատ եմ իմանում, կարող է չէ բուրեկի սարքելուց ձեթը թռելա մատը վառելա։ Չէ, դի թեթև գործ ախպեր։ Մետ կլրջանակ։ Հարց չկա։ Պապին են գողացել։ Ո՞նց գողացել են։ Մետ նստեք տեղներդ։ Ինչեր ես խոսում, ալա։ Հələ մանրամասն պատմի։ Դե պապին ինձ գրկած բարձրացնում էր վերև։ Գրկած։ Սեթո դե պապին այլի չգիտես։ Եթե չէ, դու շարունակի։ Դե հասանք մեր հարկ, պապին ինձ իջացրեց, դե որ դուռը բացեմ էլի։ Այդ մանրամասների կարիքը չկա, դու բուն թեմային անցի։ Դե ինչ որ զենքով մարդ էր, զենքը պահել էր պապիի գլխին, ինձ էլ ասեց դու մտի տուն, արա։ Պատկերացնում եք ինքը ինձ ասեց արա, դուք ստեղ արա տեսնում եք։ Արա, ալա, դրա ժամանակը չի։ Այդ մարդը տարավ պապի։ Ինձ թվում է պապին իր հետ գնաց։ Ոնց։ Ու պապին տենց հեշտ ու հանգիստ գնաց։ Ասի դե ես մտածում եմ, որ պապին մտածեց ինձ կվնասեն, դե ինքը ջենտլմեն է, չէ։ Հաբա ինչ է, պապին։ Հետո։ Բա դու ոչ մի բան չարեցիր։ Ոնց չարեցի, մի անգամից զանգել եմ քեզ։ Բարզա, Ալբերտո, գնացինք զրուցարան։ Ուր։ Արա դե բիսեդկա էլի, գնանք մի հատ հասկանանք ինչ ա եղել։ Մի րոպե Սեթո։ Էս պապիի հեռախոսն է։ Ես ինչի է քո մոտ որ։ Դրան մոտից գտա, կամ գրպանից հանգել, կամ էլ Պապին հատուկ ա հեռախոսը թողել։ Էդ ոնց ախպեր։ Կպարզենք, հարի հիմա գնանք։ Շնորհակալություն ալա քույրիկ, չվախենաս դու հանկարծ։ Ամեն ինչ նորմալ ա։ Գնա հանգիստ քնի։ Սեթո ջան, կես ժամ առաջ վրես զենք էին քաշել, ոնց հանգիստ քնեմ։ Տնաշեն նենց ես խոսում, ոնց որ կյանքում քո վրա զենք չեն պահել։ Հա էլի ախպեր։ Օրինակ անցած սեզոնին, հիշում ես։ Հելանք։ Արի դուրը փագի։ Լավ, պետք չի, մենք փագինք։ Թումանյանը դուրս չի գալի։ Որ Թումանյանը։ Որ ասեմ Հովանես կհավատաս, կապիտան Թումանյանը։ Վահանը մաքուր տղա է, ես վստահում եմ Վահանին։ Մաքուրը, բայց շատ ջահել է այս գործի համար։ Ես հետևողական եմ, պարոն գեներալ։ Իսկ եթե երկրորդ մարդ կցենք։ Բայց դուք էիք ասում, ինչքան քիչ մարդ, այդքան քիչ արտահոսք։ Երկրորդ մարդ կցեք։ Պետք է արագ գտնենք Աբոյի կապես ամեն ինչի հետ։ Թույլ կտաք պատասխանել, պարոն գեներալ, ինֆորմատորս է։ Լսում եմ։ Ինչ։ Դու վստահ ես։ Լավ։ Հա։ Պարոն գեներալ, շենքի բենոն արդեն Հայաստանում է։ Հաստատ։ Հա, հենց նոր է իջել։ Բան չենք մենք դրա մասին նոր իմանում, պարոն գնդապետ։ Արդեն դուրս ա եկել։ Դժվար թե։ Շտաբ զանգի օդանավակայանը, եթե դուրս չի եկել, թող մաքսակետում ձերբակալ են։ Թույլ կտաք առարկել։ Մենք ոչ մի հիմք չունենք Բենոյին ձերբակալելու։ Եթե մաքսակետում ձերբակալենք, փաստաբանները 5 րոպեում կլուծեն այդ հարցը։ Ավելի լավ է թողնենք, թող դուրս գա։ Մտնի քաղաք, մի հարմար տեղ կձերբակալենք։ Ու այդպես
հիմք կունենանք 72 ժամ մեզ մոտ պահելու, մեր վերահսկողության տակ։ Իսկ եթե միջև քո ձերբակալելը ձեռքերը հասնի Աբոյին, մենք կապահովենք Աբոյի անվտանգությունը։ Աբոն էլ թողեց, որ ոստիկանությունը իրեն հսկի է։ Ինքը չի էլ իմանա։ Լավ, անց է գործի։ Թույլ կտաք գնալ։ Ազատ ես։ Սամվել, միջև առավոտ Բենոն կալանավորված լինի, հասկացար։ Լսում եմ։ Մատ, պարոն գնդապետ։ Մորթելու եմ սետու։ Հերձելու եմ հորս էլ արե թողել է ձերս ընգնեն։ Հələ հանգստացել է Ալբերտո։ Հիմա պապին գտնելն է մեր գերխնդիրը։ Մեր ինչ է։ Ռուդիկնա։ Պատասխան եղբիր։ Չէ արա, կարող է պետք չի որ պատասխանեմ։ Հələ կարող է բաբի յուրով կարևոր ինֆորմացիա է տալի։ Համբերի Ալբերտո, մտածում եմ։ Արա դու ջոգում ես, որ մեր ամեն քայլը կարա վնասի պապին։ Ինքան չվեկալար անջատեց աղբեր։ Ոչինչ, որ կարևոր բան լինի նորից կզանգի։ Հա, նորից կզանգի։ SMS եկավ։ Ումից։ Ռուդիկից։ Աղբեր մի բացի։ Պապին ինձ ասել է, ուրիշի նամակները չի կարելի կարդալ։ Հա, իրականում պապիդ քեզի շատ լավ խորհուրդ է տվել, բայց եթե հետևենք պապիդ խորհուրդներին, կարող է ընդհանրապես կյանքում չտեսնենք իրան։ Հասկացար Ալբերտո։ Վայ։ Ինչ։ Գրելա, աբո, շենքի Բենոն Հայաստանում է որոշ ժամանակով կորի։ Վայ արա, դզեց սիրտս հանգստացավ։ Ինչը դզեց արա։ Արա քյալես, ասմա կորի պապին։ Պապին էլ իսախ կազմակերպեց, յանի իրան գողցան, ու կորավ, չգիտես պապին։ Արա, մի քյալը ես եմ թե դու։ Պապին մի ժամ առաջ են տարել, բայց ես SMS-ը Ռուդիկը նոր ուղարկեց։ Արա հայ, նոր ուղարկեց։ Ես իմ սետո, պապուս կորստից, խելքս կցել եմ։ Մտածի Սեթո, մտածի։ Աղբեր, մտածի, ես էլ կմտածեմ։ Պատասխանի Վահան։ Ալո, Վահան։ Պարոն գնդապետ։ Ինչի չես պատասխանում։ Կներեք, մեքենայի մեջ երաժշտությունը բարձր էր, չէի լսում, որ զանգում եք։ Բա բան չի եղել էս ուշ ժամին։ Եղել է։ Արաքասի օդանավակայան շենքի Բենոն հենց նոր իջել է զվարթնից։ Հա, բայց մեր տեղեկություններով։ Քո տեղեկությունները հիմա ոչ մի բան չեն նշանակում, Վահան։ Ասնենա, որ Բենոն ստեղ է։ Լավ, հասկացա։ Հենց հիմա գնում եմ օդանավակայան։ Լսի, ինչ ես անում։ Միանգամից չես ձերբակալում, հետևում ես հաստի քաղաք մի հարմար տեղ կձերբակալես, պարզ է։ Ճիշտ այդպես։ Օգնական ուժեր պետք են։ Չէ, հաստատ գլուխ կհանեմ։ Դե արագացրու։ Բարի օր մեռնեմ քեզ։ Բարի օր ապե։ Լավ ես հարազատս։ Ծանոթ ենք ապե։ Ծանոթ չենք, բայց կյանքը դեմներս է, էլի։ Ինչ ես ուզում ապե։ Մեռնեմ քեզ։ Մի հատ ոնց որ խնդրանքով եմ էլի եկել, բայց մի տեսակ գնաց քաշվում եմ, էլի։ Լավ, բարձա։ Չէ, ախպեր, ինձ փող պետք չի։ Դու ինձ սխալ հասկացար, չնայած հիմա բոլորին էլ փողը պետք է, էլի։ Բայց դե այդ հարցը հետո թող մնա, էլի, հիմա մի ուրիշ հարցով եմ ուզում դիմեմ քեզ։ Կարող ավտոյիդ մեջ նասոս բան լինի, էլի։ Նասոս ես ուզում ապե։ Ոնց որ հյուրի եմ դիմավորում։
թարսի պես ակնել իջավ։ Ես էլ եմ կարևոր հյուրի սպասում, ապեր։ Բայց լավ, արի մտնենք։ Ապրես եկես, վավլին կհպարտանա քեզանով, այսինքն մեզանով էլի։ Ասա է, ասա։ Հակե, են ինքը չի։ Ինքնա որ կա, հիշում ես չէ ինչ ենք անելու։ Հա, բա դա հարց է, նստի ավտոն, հնաց։ Բարի գալուստ, Բենո ջան։ Քեզ են ուղարկե։ Հա, խի, լավ չի։ Ես։ Չէ, էլի, մի րոպե, Բենո ջան, հետևը մի նստի, էլի առաջը նստի։ Խի։ Դե ոնց որ հետևի սիձելնիկը բանը ներկած է, էլի, ասում եմ ներկած է, ոնց որ երեխեքը նստել են սոկ մոկ են թափե, ինչ որ այա չխուրդվեմ այդքան։ Այսքան շուտ քնավկ է։ Հա, երկար ճանապարհ են եկել հոգնած կներ։ Չի։ Իսկ եթե վաֆլին զանգենք։ Ինչի համար։ Հետի ոնց հասկանում եմ, Ռուդիկին չես վստահում։ Լավ էլի, Ալբերտո, ստեղ խնդիրը վստահելու մեջ չի։ Ուղղակի քանի դեռ մենք պապիից նորություն չունենք, մենք պետք է մաքսիմալ ոչ ոքի հետ կոնտակտի դուրս չգանք։ Բայց մենք են նստի ոչ մի բան չենք անում ախպեր։ Լավ, ինչ ես առաջարկում։ Ասում եմ վաֆլին ձեն տանք, շունգել մեր փեսեն ախպեր, կօգնի մեզ։ Հենց որ վատ բան չես առաջարկում, գիտես։ Ես երբ եմ վատ բան ասել որ։ Լավ, թող քո ասածով լինի։ Կզանգեմ։ Զանգի ախպեր։ Ում է զանգում ախպեր։ Վաֆլուն արա։ Հա, վայ արա, զանգի։ Ալո, վաֆլի, բարի ուշ երեկո։ Բարև Սեթո։ Ճիշտ է, մենք քո հետ անձնական զրույց ունենք մեր քրոջ հետ կապված, բայց դա կսպասի, հիմա ավելի հրատապ խոսելու բան կա։ Ինչ անձնական զրույց, մանեմ բողոքել է։ Ասեցի դա կսպասի, պապին են տարել։ Ոնց տարել, ով է տարել։ Դե որ իմանայինք ով կգնենք հետևից էլի։ Հիմա դու ուր ես։ Քուչեն, Ալբերտիկի հետ գլուխ ենք ջարդում։ Ում գլուխն ենք ջարդում, ասա։ Եկեք մոտ տնանք ինչ ենք անում։ Լավ, հենց հիմա սլանում ենք։ Ավտոտուրա։ Շենքի հետևը։ Դե գնացինք։ Ուր վաֆլի մոտ։ Չէ, արա, շենքի հետև։ Հա է։ Գնդապետը, որ իմացավ սպանելու է ինձ։ Ես։ Արա, այ բոսյակներ։
Ով կատի արա։ Դու գիտեք ում եք կապ կպել արա։ Սայուսի մաշտաբովը տես մեկը չկա, որ կարնա ինձի կապի։ Չնայած եթե կապել են, ուրեմն արդեն կահել է, ինչ եմ ասում։ Մարդ կատի արա վաբշե։ Ես ինչ շուխուր-մուխուր ես անում, հոպար։ Դու ես քեզ ինչ հոպար, այ պիոս։ Այդ քեզ նորմալ պայուստ է։ Ով է քեզ կամանց տվե, որ ինձ իստե կապես։ Կիմանաս, ժամանակը կգա ամեն ինչ կիմանաս։ Դու ապշե գիտես քեզ ինչ է սպասվում, ջահել։ Լիքը փող, հանգիստ կյանք, ու դենց։ Ոչ էդ լիքը փողը, ոչ էլ հանգիստ կյանքը դու չես կարենալու վայել ես, հետի քեզ աբոնա խոստանում, արա։ Ինչ ես ուզում, հաց, ջուր, գազով թան։ Տերերի տասը թոպարյամու իրանց պահանջները ներկայացնեն, հասկանանք ինչ ենք անում, ես ես կապիկությունների հավեսը չունեմ։ Կասեմ, անպայման կասեմ։ Հաստորեն Ռուդոն ճիշտ էր ասում էլի։ Վայ, Բենո, Բենո, դու ոնց մարդ չդարար արա, նույն հայվանը մնացիր։ Չեմ հասկանում, Վաֆլի, դու ինչ ես տենց վստահ, որ ես ամեն ինչի կազմակերպողը Բենոն չի։ Ռուդիկը պարզ ասեց, որ վտանգը Բենոյից է գալիս։ Ռուդիկը ճիշտ է ասում։ Բենոն մեր համար շատ լուրջ գլխացավանք է, բայց այս ամեն ինչի հետ Բենոն կապ չունի։ Չեմ ջոկում, ախպեր, դու ինչ ես տենց ուվերենի։ Հա, էլի, ուր դու ես ուվելերի, ուվեր, վստահ էլի։ Ալլան ձեզ ասել է, որ պապիին գողացել են 9 կես, չէ՞։ Իսկ Բենոյի ինքնաթիռը իջել է 10:20, ուղիղ 50 րոպե հետո։ Յանի բան ասիր, այ ախպեր։ Ուզում ես ասես Բենոն ինքը պետք է գար պապիին գողանար, չէր կարա ինքը կազմակերպած լիներ մինչև իր գալը։ Անենց չի որ չէր կարա, բայց պապիին գողացողներին պետք է ուրիշ տեղ փնտրենք։ Ուրիշ որդ է ախպեր։ Կարող է դու մի բան գիտես, մեզ չես ասում։ Սեթու, քեզ սրան տանջենք ինչ գիտի դու ասի ախպեր։ Հանգստացի Ալբերտիկ, շատ կարևոր նյուանս կա, որ դուք չգիտեք։ Եվ ո՞րն է այդ նյուանսը։ Բենոն իմ մոտ է։ Վայ։ Ոնց կարող էիր Վահան, ոնց։ Պարոն գնդապետ, չեմ ուզում ձեզ մոտ տպավորություն լինի, որ արդարանում եմ, բայց ձեր զանգից անմիջապես հետո գնացել եմ օդանավակայան։ Ես հիմա չգիտեմ ինչ պատասխան եմ տալու գեներալին։ Բոլորին ոտքի եմ հանել, ամբողջ քաղաքով Բենոյին են ման գալիս։ Ինչ միամիտ ես։ Աբոյի տան վրա հսկողություն դիր, բայց նրանց արա, որ ինքը չի մանա։ Դրել եմ արդեն, բայց ոնց որ տանը չի։ Որը։ Չգիտեմ, լույսերը անջատած են։ Հետաքրքիր տղա ես։ Կարող է քնած է, գիշերվա միլիոնն է։ Ես չեմ կարծում, քիչ հավանական է։ Եթե աբոյին խփեցին, չէ, գեներալը մեզ չի ների։ Բայց ոնց որ գեներալը այդքան էլ չի սիրում աբոյին, հա։ Դե հա։ Բայց ինքը չի ուզում, որ աբոն մեռնի։ Ինքը ուզում է, որ աբոն նստի։ Ինձ թվում է գեներալն ու աբոն ինչ-որ հին հաշիվներ ունեն իրար հետ։ Մի խորացի կապիտան։ Զարդները։ Լավելի սեթու արա, այդքան էլ ասի ավտո քշել սովորի ախպեր։ Հիմի դու կքշեիր կգնայի հետևը իմ համար 5 կտայի մի 2 րոպե։ Քաշած կանգնի մի քանի րոպե քնի։ Չէ ախպեր հասանք քուչա արդեն։ Լավ կաֆեի մոտ կանգնի մատ մտնենք կրեպկի կոֆե խմենք նոր գնանք։ Որ կաֆեի ախպեր։ Արա դու մեր քոչում քանի հատ կաֆե գիտես։ Դերոյի կաֆեն։ Հա ճիշտ ախպեր, Դերոյի կաֆեն։
Սեթո աղբեր, բարի լույս։ Բարև։ Մենակ Սեթոին տեսար։ Վայ Ալբերտիկ, բարև։ Բարև։ Բայց ինչ կա առավոտ շուտ որ։ Կոֆե ենք ամենում։ Հարց չկա։ Նստեք, հեսա կասեմ կմոտենան։ Բարև ձեզ։ Վայ, դուք մեր հարևանուին եք։ Լուսին։ Բա ինչ եք անում ստեղ։ Աշխատում եմ։ Ինչ կցանկանաք։ Ցանկանում եմ, որ էլ այստեղ չաշխատեք։ Ինչ։ Հեչ, երկու հատ կոֆե, դառը։ Շատ լավ։ Աղբեր, ոնց որ դուրդ եկել, հա։ Մի հատ այդ Գասպարին կանչի։ Տերուին։ Ինձ եք կանչում տղեկ ջան։ Աղբեր, բա որ ուրիշին կանչելու լինենք, ինչի պետք է քեզ սենց անի։ Լսի, լդերո։ Այս աղջիկը երբանից է ստեղ աշխատում։ Այսօր իր աշխատանքային առաջի օրն է, Սեթո ջան։ Դե հիմա լսի քեզ ինչ եմ ասում։ Ուշադիր ես լնում, որ հանկարծ մեկը խաթրին չկպնի։ Որ հանկարծ մեկը իրեն բան ասեց, անմիջապես զանգում ես ինձ։ Հարց չկա Սեթո ջան։ Ինչ որ բան կա իր հետ կապված։ Հարևանուիս է։ Հասկացա։ Ազատ ես։ Աղբեր, մտածում եմ, կարող է բաբիս արդեն խփել է։ Եսիմ, կարող է։ Չէ արա, որ դու բայղուշ չես, բերան խերով բացի։ Խերով կբացեմ, աղբեր։ Մենակ թե բաբիս գտնենք։ Ովարա։ Սապլակ, դու ես։ Եկել ես կապերս քանդես, ոտերս ընկնես, խնդրես, որ քեզ ներեմ։ Չէ։ Բան չես եկե։ Քո հետ ուզում են խոսան։ Իմ հետ սաղել ուզում են խոսան, ջահել ջան, գիտես ինչքան սովորելու բան կա բոյց։ Բարձրախոսը միացնում եմ։ Ով է Սարա։ Բարի լույս Ալբերտ Վիսարյոնովիչ։ Վաղուց չենք հանդիպել։